Շատ լավ, հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստին լսեցինք պաշտպանական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, այնուհետև դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտին պատճառով։ Միջնորդության կապակցությամբ որևէ լիացրի դիրքորոշում ունեն կողմերը։ Ոչ, պնդում ենք։ Շատ լավ։ Նման պայմաններում դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի, շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Արազ Զորաբյանի, Եղեմ Սարգսյանի, Հաղորդ Ակնոցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն 100 փողոց տուն 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար ուժու մասնիկ պայմաններում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելքը։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանին փաստացի հաշվառման վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում արգելել մեղադրյալին շփում ունենալ բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմի, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնող մարմիններ կապ հաստատելու դեպքերի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմիններ։ Տնային կալանք խափան միջոցի կատարում և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հանրապետության նախարարության պրոբացիայի ծառայությունը։ Պարզաբանում եմ նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեր դատարան այն ստանալու օրվանից հետո 10 օրյա ժամկետում։